Պատվարժան դատարան, ես ամբողջությամբ միանում եմ մեր պաշտպանական թիմի միջնորդությանը եւ նոր հանգամանք որպես այդպեսին ես ուզում եմ արձանագրել այն հանգամանքը, որ հարգարժան հանրային մեղադրողները արդեն իսկ ներկայացրել են իրենց ապացույցների ծավալը, ըստ որի ապացուցվում է մեղադրյալներին մեղսագրված արարքները։ Տեսեք, մենք ունենք այն իրավիճակը, երբ Վահագն Չախալյանի մեղսագրված արարքների կապակցությամբ ըստ մեղադրանքի կողմի ներկայացված են միայն գրավոր ապացույցներ, քանի որ գետ մեկ վկա չկա, որը Վահագն Չախալյանի դեմ կամ Վահագն Չախալյանի վերաբերյալ առհասարակ ցուցմունք է տվել եւ այդ հանգամանքը հաշվի առնելով այդ նոր հանգամանքը, որ չկա որևէ վկա, ես գտնում եմ, որ դա է իրավաչափության պայմանի փոփոխությունը, որ այն խոչընդոտելու ռիսկը իսպառ նվազեցնում է, այսինքն միտք եւ նպատակ գոյություն չունի իրականության մեջ, որ Վահագն Չախալյանը կարող է որևէ անձի վերաբերյալ անձի նկատմամբ ազդեցություն գործադրել, քանի որ նրա վերաբերյալ որևէ անձ չկա ցուցմունք տվող։ Ինչ վերաբերում է գրավոր ապացույցներին, ապա օբյեկտիվ իրականության մեջ դրա հնարավորությունը նա չունի, քանի որ այդ գրավոր ապացույցները գտնվում են ձեր տիրապետության տակ։ Իսկ երկրորդ հանգամանքը կարևոր, այո, այս քրեական գործով 18 մեղադրյալներից 16-ի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման եւ այս ժամանակի ընթացքում 7 ամսվա ընթացքում այդ ժամանակային ինտերվալը հանդիսանում այն կարևորագույն իրավաչափության պայմանի փոփոխությունը, որը այս ընթացքում Վահագն Չախալյանը չի դրսևորել որևէ ոչ պատշաճ վարքագիծ եւ չի էլ դրսևորի։ Ուստի հարց է առաջանում, թե ինչով է տարբերվում Վահագն Չախալյանի իրավաչափության պայմանը այլ մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման իրավաչափության պայմաններից եւ այս երկու կարևորագույն հանգամանքը այն, որ բոլորի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման եւ այն, որ հանրային մեղադրողները արդեն իսկ ներկայացրել են ապացույցների ծավալը, որով հաստատվում է, չնայած չենք հետազոտել, սակայն մեղադրական եզրակացության առնվազն բովանդակության ընթերցումից ակնհայտ է, որ չկա մեկ անձ, որը Վահագն Չախալյանի վերաբերյալ որևէ ցուցմունք է տվել։ Եվ այդ կարևորագույն հանգամանքը ես գտնում եմ, որ իրավաչափության պայմանի փոփոխություն է եւ մեր միջնորդությունը ենթակա է բավարարման։ Շնորհակալություն։